Պարոն Սարգսյան, հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրությունները պարբերաբար հրապարակում ենթադրյալ ընտրակաշառքների վերաբերյալ ասոցացնելով ուժեղ Հայաստանի հետ, ինչ է կարծում, ընտրակաշառք բաժանվում են այս նախընտրական շրջանում, թե ոչ թե օրինակ դրանք իրենց օգնություններն են եւ այս բացահայտումներն ինչ ազդեցություն են ունենալու։ Ես նախ պիտի մեր հանրությունը հետևություն անի, դա ընտրակաշառք է թե օգնություն։ Այսինքն, եթե լուրջ լրատվականներ փորձում են արդարացնել այդ, գիտեք ինչ այդ օգնություն է, էլի ընտրակաշառք, այս արդեն իմ համար անընդունելի է, որովհետև մեր ժողովուրդը ոտքի կանգնեց ու փոփոխության գնաց, նման բաներ թույլ չտալու համար։ Ընդհանրապես ես միշտ համարել եմ, որ այն մարդը, ով իր քվեն ծախել է գումարով, ինքը ծախել է պատերազմում զոհված մեր զոհերի արյունը։ Ես այսօր էլ եմ այդ համարում։ Շալվարի գնով ընտրության գնացողը ծախում է Եղեբլուրի արյունը, բայց ավելի վատն են նրանք, ովքեր գումար են առաջարկում ու հայ մարդուն գնահատում են այդքան։ Հիմա պատկերացրեք մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանին նախընտրել են այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանից հիասթափվել են։ Նիկոլ Փաշինյանն էլ չեն ուզում, դրա համար գնացել են Սամվել Կարապետյանին, որ Նիկոլ Փաշինյանին փոխեն։ Այս մարդիկ լսում են, որ կան մարդիկ, որոնք ամսեկան 100,000 գումար են վերցրել այդ աջակցության համար։ Իսկ իրենց այդ չի հասել։ Ու ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այս մարդիկ Սամվել Կարապետյանի համար ուղղակի ֆինանսներ խնայելու միջոց են։ Ուրիշ ոչ մի բան։